Razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Հերթական հաղորդումներից մեկն է, ամենաթարմը, այսպես ասած վերջի շաբաթում, ուրեմն ձեզ հայտնեմ, որ լույսի 10-րդ համարը արդեն հրատարակված և բաժանված է, բայց խանութներում չկա դրանք, այլ կան մի քանի կետերում, որոնց մասին ես ձեզ զգուշացրել էի։ Ուրեմն պետք է հիշեցնեմ, որ այդպես կտարածվի լույսը, այսինքն բաժանորդներին և որոշ կետեր կան, որոնք մեծ քանակությամբ վերցնում են, ուրեմն Revo կաֆեն կամ սրճարանը, որը գիտեք Adams Chevichy's այդ հայտնի սրճարանը, որտեղ մտավորականությունն է հավաքում, այդտեղ կարող եք շաբաթվա ընթացքում ձեռք բերել լույսի և թարմ համարները և մեկ շաբաթ, երկու շաբաթ առաջ ինչ որ մնացել է, մնացորդածը, դրանով հիշեք, որ Glendale-ում ամենակարևոր կետերից մեկը Revo կաֆեն է, որտեղ դուք կարող եք լույս ունենալ։ Բաժանորդները իհարկե ստանում են իրենց տներում և բավականին արագ, եթե Glendale-ում են ապրում, ապա երբ տրվում է փոստային ծառայությանը, ապա հաջորդ օրը նրանք ստանում են, բանից պարզվում է բավականին արագ է գնում։ Հետևաբար, եթե այդպես է, ես առաջիկայում երկու շաբաթը մեկ, այսինքն 10-15 օր անցնի երկու համար կուղարկեմ, առաջ մեկ ամիսը մեկ է ուղարկում 4 համար, հիմա քանի որ այդպես է, ուրեմն կարելի է արագացնել, որովհետև մի քիչ արդեն ավելի բարվոք է վիճակը։ Ուրեմն Revo կաֆեն հիշեք, Glendale-ի հարավային մասում, որտեղ դուք կարող եք ձեռք բերել, մնացած խանութներում իզուր չփնտրեք, քանի որ այն խանութները, որոնք ուզում են ունենալ լույս տարածելու համար, բավականին զեղչեր է արել այդ ուղղությամբ և դրանցից կարևորը և առաջիկա, որը որ ստանում է լույսը, Selin լիկյոր ընդմարկետն է, որը գտնվում է Glenox փողոցի վրա, ուրեմն 1427 West Glenox, սա մի կետ է արդեն հյուսիսային Glendale-ի համար, որը ընդգրկում է ամբողջ Glenox-ը և նրա հարակից շրջանները, որտեղ կարող եք դուք արդեն գնալ և վերցնել լույսը։ Տերը Selin-ի բավականին ոգևորված իմ առաջարկություններից, նա հայտարարեց, որ $15 գնումներ կատարելու դեպքում մեկ լույս նվեր կտրվի, այսինքն հացի փոխարեն առաջ հաց էր տալիս, նվեր, այսպես ոգևորության համար, հիմա լույսը կտրվի, այսինքն նա բարձրացնում է այդ արժեքը, որպեսզի դուք լույս ունենաք։ Ուրեմն Selin-ը, բացի դրանից, որ կտարածի թարմ համարները, նույնպես հնարավորություն կստեղծվի հետագայում ձեռք բերելու նախորդ շաբաթներին, եթե դուք լույս խմբագրություն զանգարելու կարիք չունեք, բանավանդ որ բավականին հաջող խանութ է սա, մթերքների խանութ է և տերն էլ առաջադիմական անձնավորություն է։ Ուրեմն Glenox և Revo առայժմ մնացած թերթերը բաժանվում են տարբեր տեղեր մեծ քանակություններով, սկսած Հոլիվուդից, Glendale-ի տարբեր մասերից, նրանք, որոնք որ ունեն լույսի հետ գովազդային հայտարարություններ, ապա նրանց նույնպես տրվում է մեծ քանակությամբ, ասենք, ամսական մոտ 80-100 հատ և հաճախորդներին նրանք բաժանում են իրենց կլինիկաներում և հիմնարկներում, դեղատներում։ Այսպես է տարածվում լույսը, ուրեմն բաժանորդագրության համար նույնպես կարող եք ակտիվացնել, վերանորոգել ձեր պայմանները, որպեսզի կարողանաք տանը ստանալ կամ Glendale-ից բավականին հեռու, որովհետև նույնն է, Glendale, North Hollywood կամ Ամերիկայի որևէ տեղ։ Հիշեք, որ լույսը հրատարակվում է շաբաթը մեկ անգամ և տարածվում է մերձակա քաղաքներում և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում, որտեղ կան բաժանորդներ, նույնպես ստանում են լույսը։ Ամերիկայից դուրս լույսը չի տարածվում։ Լույսի հաղորդումները, ինչպես գիտեք, շաբաթը մեկ տարածվում են ամբողջ շաբաթվա ընթացքում, ուրբաթ օրվա նկարահանվածը տեղադրվում է անմիջապես վաղը շաբաթ օրը գիշերով և պատրաստ է, որպեսզի աշխարհի բոլոր ծայրերում հնարավորություն ունենան լսելու այս հաղորդումը, դիտելու www.razmik.net
վեբսայթով։ Ուրեմն այսքանը մեր լույսի վերաբերյալ։ Այսօր մենք նորից ձեզ հետ կփորձենք հեռախոսային կապը ավելի ակտիվ պահել, տվեք ինձ հարցեր, այն ինչ որ կուտակվել է ձեր մեջ շաբաթվա ընթացքում, որոշ առաջարկություններ ես կանեմ ձեզ, մտքեր կհաղորդեմ քաղաքականության, ասենք մշակույթի եւ այլն, դրանց վերաբերյալ մեր զրույցը կշարունակվի։ Ուրեմն այսպես, պետք է հիշեցնեմ ձեզ, որ ինձ համար պարզապես լսել էի, բայց չէի տեսել այս շաբաթվա ընթացքում ինձ բախտ վիճակվեց տեսնել Անդրի Վերնոնի «Մայրիկ» ֆիլմը։ Նա երկու սերիայից է բաղկացած, նկարագրում է թե ինչպես մի հայ ընտանիք կոտորածներից եւ ջարդից հետո տեղավորվում են Ֆրանսիայում եւ այդ սերունդը սկսած ասենք 8-9 տարեկանից երիտասարդը մեծանում է եւ դառնում է առաջի սերունդը Ֆրանսիայում։ Զարմանք պետք է հայտնեմ այդ ֆիլմի մակարդակի վրա, որովհետեւ Արարատից հետո սա մի ավելի մեծ քայլ է դեպի հայ քաղաքակիրթ ձևը, նախանձելի ձևը, ընտանիքի պահվածքը, խոսացվածքը, չնայած խաղում են նրանք ֆրանսիական հայտնի դերասաններ եւ ռեժիսորը եւ այդ ամենի հեղինակը Անրի Վերնոն, որը որ մեծ հիացմունքով, զգացմունքով է նկարագրել այդ ամբողջ կյանքը, մոտավորապես 4 ժամ դուք կարող եք դիտել այդ ֆիլմը եւ պետք է ուղղակի ափսոսանք հայտնել, որ մինչև այսօր, ասենք թերթերով, լրատվական միջոցներով, երեկոներով, հանդիպումներով չի նշված այս ֆիլմի արժեքը, բովանդակությունը եւ գերագույն մեզ համար նշանակությունը, որը մենք ստանում ենք այդ ֆիլմից։ Իհարկե ֆիլմի սյուժեն պատմելու կարիք չունենք, քչերն են տեսել, նորից եմ ասում, բայց ով էլ տեսնի, ուղղակի կիհանա, չեմ ասում, որ ինչքան կհուզվի եւ ինչքան արժանապատվությամբ կլցվի, որ այդպիսի հայ ընտանիք կա կամ մեր նախնիները այդպես են ներկայացել Ֆրանսիայում։ Ուրեմն ֆիլմը զարմանալի կերպով նորից պետք է հիշեցնեմ, որ որոշ այսինքն ձայնագրման թերություններ ուներ, խոսքը գնում է ֆիլմի ֆրանսերեն ձայնի մասին, ֆրանսերեն է, բայց նկարները բավականին հին տպավորություն էին թողում, ոչ այնպես ինչպես ասենք այժմյան ժամանակակից ֆիլմերը, չնայած դա նկարանվել է 10 տարի առաջ։ Դրա պատմությունը, թե ինչու այդ ֆիլմը մնացել է հայ հասարակության աչքից հեռու եւ ինչու մինչեւ հիմա չի ներկայացվել, ասենք, այսքան հեռուստատեսային կայաններով կամ կինոֆիլմերով կամ հայ հանրությանը, պարզվեց, որ ֆիլմի Լոս Անջելեսում ներկայացնող գլխավոր, այսպես ասած, ճակերտավոր մեղավորները, որոնք բացահայտել են այդ ֆիլմը Լոս Անջելեսում, 26-րդ կայանի տնօրեն Էդվարդ Քալաշյանն եւ Գտակ վիդեոն, որոնք որ իրենց նախաձեռնությամբ կարողացել են մի օրինակ Ֆրանսիայից ձեռք բերել ֆրանսերենի տարբերակը, դրա վրա գրանցել Հայաստանում հայերեն թարգմանված տարբերակը, այսինքն խոսքը գնում է ֆրանսերեն եւ հայերեն սինխրոն համահնչյուն խոսվում է ամբողջ հերոսների փոխարեն եւ ստացվել է մի գեղեցիկ բան, որ այս աշխատանքից հետո, որ ֆրանսերենը թույլ լսվում է, բայց հայերենը եւ պետք է փառտալ հայերեն գրանցված մի հոգու ֆիլմից դուք կճանաչեք դա ով է Հայաստանից, ուրեմն այս ֆիլմը մեծ արժեք է ներկայացնում յուրաքանչյուր հայի համար։ Մինչև հաղորդման սկսելը ես իհարկե դա տեսա 26-րդ ալիքով Էդվարդ Քալաշյանն էր երկու սերիաները տրամադրել ցերեկով եւ ես պատգամ թողեցի նրան
գովեստի մեծ խոսքեր ասելով, որ նա կարողացել առանց իմանալու նրա պատմությունը, որ դա կապված է, ասենք, գդակ վիդեոյի Էդվարդ Քալաշյանի համատեղ ջանքերի հետ, իսկ մնացած, ասենք, մտավորականությունը կամ այդ գործի մասնագետները բարձրապես լռության են մատնել, ես կասեի հանցագործ լռության են մատնել այդ ֆիլմի ներկայացնելը հայ հասարակությանը Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում եւ ընդհանրապես աշխարհի բոլոր ծայրերում։ Կարծիք կար, որ այդ ֆիլմը պետք է լինի ամերիկյան ձայնագրություններ վաճառող, բայց բանից պարզվում է ճակատագիրը այսպիսին է. Ֆրանսիայից մեկ օրինակ, ինչ որ կրկնօրինակ, որը որ որակական իհարկե առաջի օրինակները չէ, Հայաստանից ձայնի հայերեն թարգմանությունը, այս երկուսը միացված է եւ բայց բոլոր դեպքերում ստեղծված է մի հրաշալի ֆիլմ, որը ձեզանից անշուշտ արդյունքներ կկործի եւ ինքնաճանաչման կտանի հպարտանալու օտար դերասանների կողմից ներկայացված այս պատմությունը, որը որ անկարող են անելու հայ ժողովուրդը բոլորը միասին վերցրած։ Մեր ուժերից վեր էր այդպիսի ֆիլմ ստեղծելը։ Իհարկե Անրի Վերնոն որպես հայ կինոմատոգրաֆ, ռեժիսոր փայլուն է, միայն եթե նա ոչինչ չստեղծեր, միայն այդ ֆիլմը ստեղծեր, ապա գերազանց էր մեզ համար։ Ուրեմն հիշեք, որ առաջիկայում հնարավոր է, որ այս ֆիլմը տարածվի, բոլոր դեպքերում երևի կխնդրվի Էդվարդ Քալաշյանին եւ գտակ վիդեոին, որ այս նախաձեռնությունը իրանք նորից պնդեն, բայց դուք ուշադիր եղեք, որպեսզի անպայման ձեռք բերեք դա կամ դիտեք ինչ որ տեղ։ Այսպեսին է դրա ճակատագիրը։ Ուրեմն լույսի վերաբերյալ ես ձեզ տեքստերից կամ էջերից ոչինչ չեմ կարող ասել, միայն մի քանի հպանցիկ, այսպես անցնենք, որ այս համարում բավականին ակտիվացել է նորից Դաշինք կուսակցությունը, դա Սամվել Բաբայանի կուսակցություն էր, որը ընդգծված արդեն քաղաքական պողոտա է դուրս գալիս, որովհետև տարածքաշրջանը հայ Կովկասյան այս տարածքաշրջանը բավականին բարդ բնույթի առջև կանգնեց վերջի շրջանում Հայաստանի պրեզիդենտի հանրահայտ ելույթից հետո այդ ելույթը նույնպես տպագրված է լույսում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է, դա Արցախի հանրային հեռուստաընկերություններին, որտեղ քննարկում է Արցախի եւ մերձակաշրջանների ճակատագրի հետ կապված առաջիկա քայլերը։ Ուրեմն քաղաքական աշխարհը Հայաստանում շատ բարդացավ վերջի շրջանում, թուլացած ընդդիմությանը, որը որ չկարողացավ արտաքին ուժերի պատվերներին համահնչում ստեղծել իշխանության դեմ որոշակի հակակշիռ, այսպես իշխանությունը ներկայիս հայաստանյան իշխանությունը մնաց գերիշխող եւ ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերում եւ ամբողջ պատասխանատվությունը արտաքին քաղաքական ճակատում փաստորեն նա վերցնում է իր վրա։ Հայաստանում առաջիկայում բավականին վատ տպավորություն թողեց եւ կթողնի Արտաշես Գեղամյանի գործունեությունը, որովհետեւ վերջի ելույթը նրա կուսակցության, որտեղ համագումարի տեսքով նա ելույթ ունեցավ, բավականին անտեղյակություն կար ընդհանրապես համաշխարհային անցուդարձից եւ հին ձևերով եւ մեթոդներով, ասենք ինչպես մի քանի տարի առաջ, նույն ոճով նա ելույթը ամբողջությամբ ընդգծված տանում էր դեպի իշխանությունների դեմ։ Մի քանի խոսք այսօրվա իշխանությունների մասին։ Եթե 98 թվին, երբ որ ձևակերպեց Քոչարյանի պրեզիդենտական ընտրությունները եւ հավաքվեց նրա թիմը, ինչպես գիտեք, նրա թիմի մեջ ընդգրկվեցին արդեն մի քանի կուսակցություններ եւ կոալիցիոն կառավարություն, այսպես
առաջացավ եւ ազգային ժողովը տրվեց կամ կազմվեց կոալիցիոն կառավարության կամ առանձին խմբավորումներից կազմված պորտֆելներով եւ մինիստրների, նախարարների մասշտաբով եւ ընդհանրապես տեղերով ազգային ժողովի հանձնաժողովների գործնեությամբ կոալիցիոն կառավարությունը մինչ այդ բավականին հեռու էր պահում ընդդիմությունից, բայց որոշ ներքին կապեր ստեղծվեցին ընդդիմության հետ, բայց դա էլ չօգնեց առաջիկայում ընդդիմությանը հավանաբար կփոխարինի որպես իշխանությունների դեմ ճակատ բացած ազգային նախաձեռնությամբ օժտված խմբերը կամ կուսակցությունները, որոնք գքան փոխարինելու թուլացած ընդդիմությանը, որը այսքան տարի չկարողացավ ժողովրդին համախմբել, որովհետև ժողովուրդը հասկացավ, որ այս ընդդիմության անդամները կամ իշխանության մեջ մտած իշխանավորները նույն նստարանից առաջացած մարդիկ են եւ նրանց փոփոխությունով ոչինչ չի առաջանա։ Վերջի մի քանի տարում ակտիվանում են ազգային ուժերը, որոնց հավանաբար եւ շատ մեծ հավանաբար կօգտագործի արտաքին ուժը իշխանությունների տեղաշարժերի կամ կոնֆլիկտային ճակատներ բացելու ուղղությամբ։ Ուրեմն այդ ուժը այսօր Հայաստանում խրախուսվում է, ոգևորվում է, իշխանությունները ցույց են տալիս բավականին զուսպ մոտեցում, հանրային կարծիքը այդ ուժերի նկատմամբ բավականին բազմազան եւ տարօրինակ է, այսինքն մի մասը գտնում են, որ ընդգծված ազգային ճակատ կամ քաղաքականություն ունենալու դեպքում մենք մեր վրա կգրավենք ծայրահեղական կոչվելու կոչումը, որը որ հղի է վտանգներով։ Մի մասը գտնում է, որ այլ ելք չկա եւ պետք է կոնկրետ քայլեր անել, վճռական քայլեր անել, քանի որ դրված է Ղարաբաղի եւ հարակից հողային տարածքները Ադրբեջանի տրամադրության տակ հանձնելու արտաքին քաղաքական գործիչների կոչերը եւ զեկուցումները։ Այսպես հանրության կարծիքը կարծես թե հույսը դնում է ազգային ուժերի, որի մեջ մտնում են ասենք ընդգծված եւ կրոնական թեքումով եւ ազգային ճակատ ներկայացնող ազգային ընդգծված ուժեր եւ այս բախումը, եթե հանկարծ օգտագործի արտաքին թշնամին, այսպես ասենք, ապա Հայաստանի համար բավականին ծանր վիճակ կստեղծվի, որովհետեւ ժողովրդային կարծիքը կամաց թեքում է դեպի ազգայնականությունը եւ պետք է նկատել, որ այս միջոցը պատահական չէ ընտրված, որովհետեւ երկար դեգերումներից հետո համաշխարհայնացման հեղինակները Հայաստանում փնտրում էին ճիշտ իշխանություններին հակակշիռ կամ հեղափոխական ուժեր, որոնք կարողանային երկրում ստեղծել քաղաքական եւ տնտեսական քաոսանման հեղափոխական շարժումներ այս կամ այն գաղափարախոսության շուրջը։ Հին ընդդիմությունը չկարողացավ պահպանել կամ ստեղծել իր գաղափարախոսությունը, ընդերքից հանվում եւ հրապարակ են նետվում ազգային հետաքրքրություններով բռնկված իդեալներ, որոնք այսօր, այսինքն երբ պառակտված է կամ ճակճկված է ամբողջ համաշխարհային քաղաքականությունը, շատ ջուր կվերցնի եւ մտածելու տեղիք է տալիս, թե ինչ պետք է արվի, եթե հանկարծ ազգայնական ուժերը Հայաստանում ավելի ակտիվանան եւ դառնան առաջի ճակատի վրա ընդդիմադիր իշխանությունների հետ։ Իշխանությունների կամ նրանց անհատների մասին մի քանի խոսք պետք է ասել։ Իրոք նրանք մտան քաղաքական դաշտ կամ վերցրեցին կառավարման ղեկերը բավականին թույլ եւ անտեղյակ եւ քաղաքականությունից եւ ներքին եւ այլն, բայց ինչպես գիտեք գործնական աշխատանքում
դա ընդունված է, որ եթե մարդը նույնիսկ անգրագետ է ինչ-որ բանում, բայց պրակտիկայում կամ գործնական աշխատանքում ձեռք է բերում փորձ։ Եթե հիշեք Անդրանիկ Մարգարյանի առաջի տարիների կամ ամիսների եւ արտաքինը, եւ խոսացածը, եւ ամեն ինչը ուղղակի զայրույթ էր առաջացնում, բայց հետագայում տարիների ընթացքում նա պարզապես սովորեց եւ պահել իրեն, եւ խոսել, եւ մտածել։ Այդպիսի զգացողություն է առաջանում խորհրդարանում տեղավորված մեզ համար առաջներում կասկածելի կամ ոչ զարգացած մարդկանց կողմից այժմ տեսնում ենք, որ քաղաքականապես զարգացած բավականին մեծ թիմ կա Հայաստանում, որը որ առանձին արդեն անհատականություններ են կազմում այս տարիների աշխատանքային փորձից ելնելով։ Այս մարդկանց խումբը, որը որ արտաքին աշխարհի հետ ունի եւ անձնական եւ քաղաքական կապեր, եւ լրատվական, եւ ճանաչված է, եւ այսպես ընդունված է, իհարկե ձեռք չի տա արտաքին ուժերին, որպեսզի նրանք մնան իշխանության գլուխ, պետք է նոր մարդիկ, նոր խամ մարդիկ, որոնք սխալվելու կարողունակ լինեն արտաքին քաղաքական հարցերի շուրջը եւ ընդհանրապես հանրության կողմից սիրվելու եւ ատելու հետագայում գնահատականին արժանանան։ Այս դինամիկ process-ը, որը որ այսօր կանգնած է Հայաստանում, այսինքն իշխանավորների նկատմամբ հանրությունը բացի բամբասանքից որևէ առաջակ որոշակիորեն կամ փաստացի բան չի տեսնում։ Ամբողջ լրատվական միջոցները ինչքան էլ ճիգ են թափում, որպեսզի հանրությանը դուրս բերեն հեղափոխական գծի վրա, դա չի ստացվում, բայց նույն ուժով, նույն ոգով շարունակվում է փորձը, մինչև որ հայաստանյան ժողովրդի մեջ եւ սփյուռքում նաեւ ստեղծվի հակազդող ուժը եւ իշխանությունների փոփոխություն, էլի, որովհետեւ իշխանությունների փոփոխությունը նախատեսված է գլոբալիզացիայի ընդհանուր կանոններով, դրա օրինակները վառ են մնացած երկրներում, մենք դա տեսնում ենք, թե դա ինչպես է կատարվում, Հայաստանի նկատմամբ չի ստացվում, բառաջիկայում այդ փորձերը կկատարվեն նույնիսկ ասենք իրանա-հայկական, իրանա-ռուսական, իրանա-հայ-ռուսական հարաբերությունների մեջ ինչ-որ սեպեր ստեղծելու հաշվին։ Բարդ իրադրություն է Իրանի շուրջը, որովհետև Իրանի ամբողջ ճակատագիրը կապված է միայն պարսկական հազարամյա քաղաքական փորձից, ռուսական կողմը արդեն ապացուցեց, որ ռուսական պետությունը որևէ կայուն քաղաքականություն չունի, ընդամենը նա տարված է իր ներքին հարցերով, իր սահմանների պահպանության, որովհետև ճակճկվում է արդեն ներքին ինքնավար հանրապետություններում ժողովուրդների տրամադրությունները, առաջիկայում շատ հնարավոր է, որ այդ հարցը Ռուսաստանի վզին փաթաթված օձի նման խեղդի նրան, այսինքն Ռուսաստանը ծանր դրության մեջ է այսօր, չնայած երևակայում է, որ ինքը գնում է, հզոր է, հրթիռներ ունի, նավթ ունի, գազ ունի, բայց քաղաքական ներքին այս ճակատները շատ թույլ են իր համար։ Հայ-ռուսական հարաբերություններում այս ֆակտորը պետք է իհարկե եւ հանրությունը եւ քաղաքական գործիչները հաշվի առնեն եւ պետք է հաշվի առնեն, որ Ռուսաստանը արդեն ապացուցեց իր թույլ կամային եւ անպագորգոր, բայց իրականում գործնականում ոչինչ չանող գործողությունները։ Ընդամենը սովետական փլուզումից հետո նրա առճակատում, ասենք Չեչենիայում
բավականին ողբերգական եւ ճղճիմ տպավորություն թողեց իր համար Սերբիայի կամ Հարավսլավիայում նրա միջամտության փորձը կամ խապկանքը բավականին արտնացրեց միջին եվրոպական պետություններին, որոնք առաջ գտնվում էին սովետական միության տրամադրության տակ, ասենք Լեհաստանին, Հունգարիային, Չեխոսլովակիային, Բուլղարիային, եւ հասկացվեց, որ նրանք ավելի շուտ Եվրոպային մերձանալու կարիք ունեն, քան թե Ռուսաստանին։ Ռուսաստանը նորից կամային խաղ խաղաց Իրաքի պատերազմի հետ, պարզապես Իրաքին նույնպես զոհ տվեց գլոբալիզացիային, սկզբից բավականին մեծ խոստումներ տալով եւ հետագայում քաշվեց նապաստակի նման։ Նույն բանը հիմա կատարում է Իրանի հետ։ Իրանի միջուկային հարցերի վերաբերյալ նորից Ռուսաստանը իր վրա է վերցնում, կարծես Իրանի հետ բանակցելու կամ միջուկային նյութի միջուկային կազմակերպության, որը հսկում է միջուկային վառելանյութի եւ ատոմային էներգիայի տարածման հարցերը, Ռուսաստանը նորից մտել է Իրանի հետ վստահության ոլորտ, բայց հարաբերությունների մեջ միայն պարսկական իմաստուն, ասեմ, կամ խորամանկ քաղաքականության եւ ռուսական ծախված քաղաքականության առճակատումից կերևա, թե ինչ է կատարվելու առաջիկայում ամիսների ընթացքում կամ տարիների ընթացքում, բայց որ Ռուսաստանը անդրկուլիսյան խաղեր է խաղում ի վնաս իր նախկին հանրապետությունների եւ հարևան երկրների, դա արդեն փաստ է, որովհետեւ լիբերալ բուրժուազիան կամ նորաստեղծ կապիտալը Ռուսաստանում կատարում է իր ավերիչ գործողությունները եւ ռուսական քաղաքականությունը հնարավորություն չունի պարզապես, քանի որ զուրկ է սեփական ազգային գաղափարախոսությունից, պարզապես թավալվում, գլորվում է ժամանակի մեջ, սպասելով թե ինչ կկատարվի։ Առերևույթ ռուս-չինական հարաբերությունները, իհարկե պարսկական նավթը Հնդկաստան եւ Չինաստան կտրելու փորձեր են կամ վառելանյութի, այս միջազգային խաղերի մեջ ռուսական մթությունը մեզ համար մնում է նորից առաջի հարցը, ինչպես 1918-20 թվականներին, որովհետեւ մենք այդ ժամանակ նորից սխալմամբ, հիմա էլ սխալմամբ ռուս արտահայտության տակ չէինք պատկերացնում Ռուսաստանում տիրող կամ Ռուսաստանը կառավարող քաղաքական ուժերին։ Այսօր էլ նույն դրությունն է։ Միայն հիշեցնեմ, որ 3 շաբաթ առաջ, որ ես նորից այսօր փորձում էի Ժիրինովսկու ելույթը ձեզ բերեի, նորից չստացվեց, որովհետև քանի անգամ ձայնագրում եմ դա, բայց կայանում դա չի վերարտադրվում, միայն հիշեցնեմ, որ այդ ելույթը, որը տևում է ընդամենը 5 րոպե կատարված Իրաքում, 5 րոպեվա խոսակցությունը, որտեղ նա իր խոսքը ուղղում է ամենափողոցային արտահայտություններով կամ վստահ, այսպես ասած, Միացյալ Նահանգների պրեզիդենտ Բուշին, ձեր մոտ իմ ասածների կարծիքը պարզապես կբետոնացնի, որ Ռուսաստանի քաղաքական երրորդ անձը Ժիրինովսկին, որը հանդիսանում է Դումայի նախագահի տեղակալը, 3 տարի առաջ Բաղդադում արտասանած այդ արտահայտություններով, սպառնալիքներով եւ հայոյանքներով պարզապես այդ ելույթով շփոթության մատնեց իրաքյան քաղաքական ուժերին, նրանց վստահեցրեց, որ այսպիսի հայոյանքներ Ամերիկայի պրեզիդենտին տվող ռուսական քաղաքագետը հաստատ քաղաքական հարցերի մեջ Ռուսաստանը Իրաքի հետ կլի, բայց ինչպես տեսակ, Ռուսաստանը Իրաքին թողեց բախտի քմահաճույքին եւ այդ ելույթը եւ նմանատիպ ելույթներ ի օգուտ տարածքաշրջանի այս կամ այն պետության կամ քաղաքական գործիչի օգտին Ռուսաստանի կողմից սին դատարկ վտանգավոր ելույթներ են։
Ժիրինովսկի ելույթը կարևոր է, որ լսեք կամ տեսնեք ու հասկանաք, որ ռուսական հարցը կամ Ռուսաստանի հարցը, այսօր ռուս ժողովուրդը ինքը գտնվում է ճգնաժամային կործանման եզրին իր սեփական կառավարողների ձեռքին, որոնք ովքեր են ինքն էլ չգիտի։ Ում ձեռքին է ռուսական հարստությունները, կապիտալները, շատերիդ հայտնի է։ Ինչպես է կառավարում, ուր է գնում ռուսական հոգևոր եկեղեցին կամ մնացած մարդու իրավունքներով պայմանավորված հարցերը, շատ եք լսում, թե Ռուսաստանում ինչ է կատարում։ Բայց քանի որ Ռուսաստանը մեր նաև SNG-ի պարտներն է պաշտպանության հարցով, մեզ համար կարևորվում է Ռուսաստան թե Եվրոպա, Ռուսաստան թե Ամերիկա։ Այս երկընտրանքը կամ պարսկական հայկական հարաբերությունները, հայ-ռուսական հարաբերությունները, հայ-եվրոպական հարաբերությունները ինչպիսին պետք է լինի, մեզանից պահանջում է հանգստություն, խաղաղություն, ներքին հեղափոխություններից զուրկ իմաստուն սպասողական վիճակ, որովհետև հայ ժողովուրդը ոչինչ չի կարող այսօր ստեղծել ավելին, քան նրան պարտադրված է, չի կարող առաջանալ ավելին, քան նրան թույլատրված է, հետևաբար ամեն քայլը սանտիմետր կամ մետր առաջ քաղաքական դաշտում պետք է հետադարձ հայացք նետել։ Հիշեցնեմ, որ նման իրադրություն եղավ 1920 թվականի հուլիս ամսին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուներ իր ձեռքի տակ արևմտյան Հայաստանի ամբողջ տարածքները, մոտավորապես 80%-ը, եւ այդ սահմանները հաստատված էին, գրված, ամրացված։ Բայց Հայաստանի կառավարության կողմից հենց Հայաստանի մեջ թաքնված օտարերկրյա մարդկանց կողմից հրահրվեց օրթլի ածխահանքների պրովոկացիան արևմտյան Հայաստանում եւ այդտեղից սկսեց հայ-թուրքական պատերազմը, որը ընդամենը 2-3 ամսում կործանեց Հայաստանի Հանրապետությունը ամբողջապես, այն տարածքները, որոնք մեզ մնացել էին Մուդրնսի պայմանագրի կամ զինադադարի շնորհիվ, եւ թուրքական զորքը քաշվել էր Էրզրումից էլ այն կողմ, Տրաբիզոնից էլ այն կողմ։ Այս տարածքները, որ մեզ առանց պատերազմի, պարզապես Եվրոպայի շահած պատերազմով Գերմանիայի եւ Թուրքիայի, Ավստրո-Հունգարիայի դեմ մեզ հասավ, 20 թվականի հուլիսից սարքվեց պրովոկացիոն մի այսպիսի գործ եւ 3 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը թուրքական հավասար ուժերի պայմաններում մեր զորքերի առավելագույն զինված եւ հագնված լինելու պայմաններում կապիտուլյացիայի ենթարկվեց Թուրքիայի դեմ։ Իհարկե հետագայում խաղաղության կոնֆերանսը, որը որ քննարկում էր գերմանո-թուրքա-ավստրո-հունգարական ճակատում պարտված այս պետությունների եւ հաղթած պետությունների հարցերը, ոչ թե պետք է զարմանալ, այլ պետք է ուղղակի կենտրոնանալ, որ լինելով Հայաստանի Հանրապետությունը 18 թվականից մինչև 20 թվականը Անտանտայի կողմը կռված եւ հաղթած պետությունների շարքում, հանկարծ խաղաղության կոնֆերանսին նա դուրս մնաց որպես այդպիսին եւ նրան նետեցին բոլշևիկյան Ռուսաստանի գիրկը։ Ուրեմն այս քաղաքական ժամանակահատվածը, որը չի քննարկվում, չգիտեք ինչու, որը շատ ավելի կարևոր է, թե ինչու պատերազմին մասնակցած եւ թուրքական դիվիզիաներ իր ճակատում զբաղեցրած Հայաստանի Հանրապետությունը այս հարցը չի բերում որպես հաղթող կողմ, որովհետեւ այն դիվիզիաները, որը կռվում էին Հայաստանի դեմ,
սկսած 18 թվականից, նույնիսկ Սարդարապետի ճակատամարտից առաջ եւ հետո։ Այդ դիվիզիաները պարզապես պետք է մաս կազմեին պաղեստինյան կամ իրաքյան անգլիական զորքերի դեմ, որի մասին այդքան խոսում էր Անդրանիկ Զորավարը, որ այդ զորքերը, որոնք Հայաստանի դեմ էին կռվում, արդեն թուլացնում էին անգլիական ճակատը, որով անգլիացիները բավականին հաղթարշավով առաջ եկան, բայց խաղաղության կոնֆերանսը սա հաշվի չառավ, ինչու հաշվի չառավ, չխոսվեց այդ մասին, չցուցադրվեց, չներկայացվեց, ինչու խոսվեց այլ բաների մասին խնդրագրերով եւ ոչ թե ասենք հաղթող կողմին կամ պատերազմին մասնակցի իրավունքներով։ Ահա այս ամենը շատ նման է նորից Անրի Վերնոնի Մայրիկ ֆիլմի Ամերիկայում չցուցադրելուն, պարզապես չի խոսվում այդ մասին, խոսվում է ամեն ինչի մասին, հանրային կարծիքը թեքվում է ուռենու նման, այս կողմ, այն կողմ, ճկվում է մշակույթի դաշտը, կրոնական դաշտը, ինչ-որ ներ համայնքային պայքարների, ստեղծագործական ինչ-որ մանևրերի մեջ, բայց չի խոսվում այն կարևոր հարցերի մասին, որը որ, ասենք, հետաքրքիր է քաղաքական դաշտում։ Մի փոքր ընդմիջումից հետո մենք շարունակենք մեր հաղորդումը, դուք հեռախոսներով կարող եք մասնակցել արդեն մեր հարցազրույցին։ Հայաշատ քաղաքներից հեռու բնակվող հայերը կարիք ունեն ընթերցելու լույս շաբաթական պարբերականը, եւ նրանց համար մեծ անակնկալ կլինի ձեր կողմից ձեր բարեկամին լույս բաժանորդագրելը։ Դա լավ նվեր կլինի նրան ցանկացած առիթով։ Հեռաձայնեք 288 8454։ Շարունակենք մեր հաղորդումը, ուրեմն քանի որ գովազդներին հաջորդող կրկնություն անեմ լույսի վերաբերյալ, որ լույսը կարող եք դուք ձեռք բերել Սելին խանութից Գլենոքսի վրա եւ կաֆեում, հանրահայտ կաֆեում, որը որ Ռևոն է, ձեզ ասեցի, այդտեղ դուք կարող եք լույսը ունենալ, տերերը ձեզ կնվիրեն գնումների հետ, մի հայտարարություն եւս, ովքեր որ ուզում են լույս բաժանորդ դառնալ, բայց միջոցներ չունեն, մի քաշվեք, լույսի հասցեն վերցրեք, որոնց լույս եթե ձեր ձեռքը անցնի, բաժանորդագրության կտրոնը լրացրեք ձեր անունով եւ ուղարկեք, դուք անպայման լույս կստանաք։ Փոխադարձ վստահությունը, որ դուք դժվարանում եք վճարել լույսի համար, դա ոչ մի նշանակություն չունի, ձեզ լույս նույնպես կուղեկցվի։ Նրանք, որոնք որ գտնում են, պետք է բաժանորդագրվեն այն պայմաններով, որոնք որ դրված են թերթում, ուրեմն դա էլ կլինի։ Ուրեմն դուք ազատ եք լույսի հետ կապված, որը խնդիր չունեք եւ կարող եք դառնալ բաժանորդ, ընթերցասեր եք, միայն ուղարկեք ձեր հասցեն նամակը եւ կարող եք վճարել նաեւ ամեն մարդ իր հնարավորության սահմաններում։ Ուրեմն լույսը առաջիկայում կզբաղվի նաեւ գրքերի հրատարակությամբ։ Ուրեմն այն հեղինակները, որոնք որ գրքեր ունեն հրատարակած եւ ունեն նաեւ գրքեր, որոնք դեռ չեն հրատարակել, քանի որ գրքի հրատարակումը բավականին բարդ խնդիր է կապված տպագրության տպարանների հետ, տպարանները 1000 օրինակից պակաս չեն վերցնում պատվերը։ Լույսը հնարավորություն ունի ցանկացած հեղինակից վերցնել իր ցանկացած գրքերի քանակությունը, ասենք ինչքան ինքը ուզի, կուզենա 50 հատ հրատարակել, պարզապես այդքան ուժ ունի, 200 հատ, 300 հատ, եւ մենք կօգնենք, որպեսզի այդ գրքերը, որոնք որ կազմած են իրենց մոտ են միջոցներ չունենալու պատճառով, որպեսզի գրքեր կարողանանք հրատարակել, այն մարդկանց գրքերը, որոնք գրել են, բայց հրատարակման միջոցներ չունեն։ Ուրեմն հիշեք, որ այն գինը կամ այն միջոցները, որը պետք է տրամադրեք լույսին ձեր ցանկացած գրքերը ձեռք բերելու համար, ձեր հեղինակային գրքերը, դրանք կլինեն ամենացածրագույնը,
շուկայի արժեքներից, որը որ դուք կստուգ եք, թե ինչ են ուզում տպարանները, եւ դա մեզ տեղյակ կպահեք, որ այս տպարանների ամենացածր գինը սա է, մենք ձեզ կօգնենք, որպեսզի դրանից առավել շատ ցածր գներով ձեր գրքերը դուրս գան, ասենք ինքնարժեքի սահմանների մեջ։ Ուրեմն, քանի որ խոսքը գնաց գրքերի մասին, մի գրքի մասին եմ ձեզ ուզում ծանոթացնել, որը որ հաջորդ համարից սկսած սկսի տպագրվել լույսի էջերում։ Դուք գիտեք, որ լույսի էջերում տպագրվում են գրքեր, հեղինակներ, որոնք շարունակաբար գնում են, ինչպես ես ձեզ ասել էի, Լևոն Սողոմոնյանի փախուստ դժողքից արդեն գնում է, երբ գնչուին վերջացավ, ուրեմն առաջիկայում շարք կմտնի մի հեղինակի գործեր Գրիգորի Կլիմով, որը գտնվում է այժմ Նյու Յորքում, 88 տարեկան է արդեն։ Ինչով է հետաքրքիր այս անձնավորությունը։ Ծնվել է 1918 թվականին, ավարտել է ինդուստրիալ ինստիտուտը, այսինքն ինժեներական կոչում ունի, պատերազմի սկսման ժամանակ գնացել է զինվորական ակադեմիա, պատերազմի ավարտից հետո փախել է Սովետական միությունից Գերմանիայի Բերլինով, անցել է Արևմտյան Բերլին, մտել է Արևմտյան հետախուզության եւ գաղափարական իդեոլոգիական դպրոցները, մոտ 30 տարի սովորել, ուսումնասիրել այն ամբողջը, ինչը որ մեզանից թաքցված է։ Տեղյակ է ռուս-գերմանական, ռուս-ամերիկյան, գերմանա-անգլիական բոլոր հարաբերություններին, այն ինչ որ գտնվում է, ասենք, բարձրագույն հետախուզական մարմինների տրամադրության տակ, որոնք public հանրային չեն, այս մարդու ձեռքի տակով է անցել եւ նրա գրվածների մեջ կամ այն գիրքը, որը որ թարգմանվում է այս պահին ռուսերենից, Աստծո ժողովուրդ վերնագրով, նկարագրվում է այս անկյան, այս ճառագայթի տակ ամբողջ համաշխարհային իրադարձությունները, որի մեջ մասնակից ենք նաև մենք հայերս, սովետական ժողովուրդները, Ամերիկան, Անգլիան, Գերմանիան եւ այլն։ Մի հետաքրքիր դիպված, որը որ նա նկարագրում է։ Խոսքը վերաբերում է 1938 թվականի ռուս-գերմանական պայմանագրի մասին։ Ես պարզապես մի փոքրիկ տեղեկություն եմ տալիս, որը Կլիմովն է տեղը։ Այստեղ նա նկարագրում է այդ պայմանագիրը, որը կոչվում էր արդեն ֆաշիզմը Գերմանիայում առաջացել էր, Հիտլերը գտնվում էր իշխանության վրա, կար Մյուլլերը, Գեբելսը, Արմանը եւ այլն։ Եվ այստեղ սովետական կողմում իշխանության վրա էր Ստալինը եւ նրա անմիջական զինակիցը կամ երկրորդ մարդը պետք է ասել երկրում Լավրենտի Բերյան։ Ուրեմն ռուս-գերմանական պայմանագիրը փոխադարձ օգնության, խաղաղության եւ այլն այդ հոդվածների երկրորդ կետի վրա Կլիմովը բերում է այսպիսի մի բան, որտեղ պայմանագիրը մեր առջև բացում է հետաքրքիր մտածողության ճանապարհներ, որ երկրորդ կետի վրա կողմերը պայմանավորվում են, որ միացյալ ուժերով պայքարեն եւ վերացնեն հրեական ֆինանսական բանկերի գործունեությունը ամբողջ աշխարհում, որը իր ձեռքում է պահում կապիտալը, աշխատաուժը եւ իր երկրի հարստությունները։ Այսպիսի կետ կա 38 թվականին սովետագերմանական պայմանագրի հենց առաջի հոդվածներից մեկում եւ ամբողջ պայմանագրի հեվքը կամ տրամադրությունը
հիմնված է այս գործողության վրա, այսինքն եւ սովետական կողմը եւ գերմանական կողմը մի ընդհանուր կետի վրա են ծանրացած։ Ընդամենը մի քանի տարվա մեջ հանկարծ այս պայմանագրի վրայի այս կետը փոխվեց թշնամության միմյանց եւ դա եղավ իհարկե շատ խելոք եւ սովետական միության կառավարման համակարգերի մեջ տեղավորված համապատասխան այս կետի ընդդեմ կամ այս կետը չեզոքացնող գործիչների կողմից։ Եթե հիշում եք, տարածված է այն մտայնությունը, որ սովետական զորքերը շարժվելով արդեն 40-ական թվականների, որտեղ երբ որ արդեն կիսվեց Արևմտյան Ուկրաինան, Լեհաստանի մի մասը եւ այլն, այս սովետական զորքերը մեծ խմբավորումներ ունեին 41 թվականի հունիսի 22-ից առաջ Արևմտյան շրջանում։ Այսպիսի մի ինֆորմացիա է շրջում բոլորի մոտ։ Եվ գերմանական հետախուզությունը այս ինֆորմացիայի վրա հարձակվեց, որովհետև չէր վստահում արդեն սովետական միության այդպիսի զորքերի, չնայած իրենց մեջ կար պայմանագիր։ Հիշեք այդ թվականներին Զորգեի Ճապոնիայից անընդհատ Ստալինին կամ բարձրագույն հրամանատարությանը ուղղված հեռագրերը, որտեղ ասվում էր, որ առաջիկայում, այսինքն հունիս ամսվա մեջ, նույնիսկ օրն է նշվում 22-ը, Գերմանիան պատրաստվում է հարձակման, այսինքն Բարբարոսա պլանի մասին էլ գիտեր Զորգեն, քան թե Ստալինը։ Եւ այս բոլորի վրա, երբ որ լուր է բերվում Ստալինին, որ գերմանացիները հարձակվել են միության վրա 22-ին եւ անցել են սահմանի գիծը, եթե հիշում եք, Ստալինը պարզապես ապշում է եւ ասում է հնարավոր չէ այդպիսի քայլ կատարվի։ Ահա այս ինֆորմացիոն դաշտի եւ այս լրատվության վրա Կլիմովը, Գրիգորի Կլիմովը այսպիսի տրամադրություն է առաջացնում, որ սովետական միության մեջ արդեն գտնվում էին այն մարդիկ կառավարման համակարգում եւ բարձրագույն զինվորական իշխանությունների մեջ, որոնք որ ստորագրել էին կամ մասնակից էին սովետա-գերմանական պայմանագրի երկրորդ կետին համատեղ ուժերով համաշխարհային հրեական բանկերի կազմալուծման ոչնչացման վերաբերյալ։ Հետևաբար ամբողջ զինվորական մանևրերը եւ հետախուզական աշխատանքը այս մարդիկ իրենց ձեռքը վերցրեցին, նույն մարդիկ կային գերմանական կողմի վրա եւ պայմանագրի արկայության դեպքում երկու պետությունների միջև սկսեցին տարածել լուրեր, կասկածներ եւ դա վերջացավ նրանով, որ ում ներվերը չդիմացավ, խոսքը վերաբերում է գերմանական կողմին, լրատվության հոսքի եւ անորոշության վրա գերմանական կողմը հարձակվեց սովետական միության վրա, որը զարմանք պատճառեց իհարկե Ստալինին։ Ահա այսպիսի նյութեր է արծարծվում Գրիգորի Կլիմովի այս գրքի մեջ եւ այլ տեսակ սկսված աստվածաշնչային ճշմարտություններից, միջին արևելքում կատարված հնարավորություններից եւ այս բոլորը վերջո գալիս են նրան, որ այս գիրքը կթարգմանվի հայերեն, թարգմանվում է հայերեն եւ հանրության լայն շրջանների համար մատուցելի կլինի, որպեսզի դուք նույնպես տեսնեք, թե ինչ է կատարվել ընդհանրապես այս վկա գործերին տեղյակ Կլիմովի կողմից։ Պետք է ասեմ նաեւ, որ Կլիմովի գրքերը, որոնք որ հրատարակվում են փոքր տիրաժներում, հիմնականում Ռուսաստանում եւ այնպիսի փոքրիկ քաղաքներում, ոչ թե Մոսկվայում, որտեղ Մոսկվայի համապատասխան ձեռնարկությունները չեն թողնի Կլիմովի գրքերի հրատարակությունը։ Բոլոր դեպքերում Կլիմովի գրքերը
հրատարակվում են Կրասնոդարի շրջանի տարբեր փոքր քաղաքներում սկսած 92 թվականից եւ այսօր նորից մենք անտեղյակ ենք մոտենում են 1 միլիոն տիրաժի նա ոչ միայն մի գիրք է հրատարակել այլ բազմաթիվ գրքեր ուրեմն մենք մի փոքր էլ ընդմիջում անենք նորից երկու բառով կշարունակենք կգնանք եթե կարելի է Այո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփան, շատ շնորհակալ ենք ձեր ծրագիրից, շատ օգտավեր եւ ազգային ծրագիր է։ Կուզիմ իմանամ շատ են խոսում Ղարաբաղի գետինները, որ հիմա Կերպեջարը մեջն է, ուզում են հանձնել, էդի ինչքան տեղեկություն ունեք, այդ մասին կարելի է, եթե իմանում եք, մեկ քանի բառով ասեք։ Շնորհակալ ձեզ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն ես ձեզ նկարագրեցի, որ դրությունը բավականին ծանր է։ Այսօր ամբողջ պատասխանատվությունը Ղարաբաղի մերձակաշրջաներ եւ Հայաստանի ճակատագիրը ընկած է մեր ազգային ժողովի պրեզիդենտի տեղակալների զինվորականության վրա։ Ես պարզապես այս պահին, երբ որ վիճակը այնպիսին է, որ մեր ներվերը չի դիմանում, պետք է զսպվածություն հանդես բերել եւ չխառնվել իշխանության գործերին, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը իր էմոցիաներով թուլացնում է, գրգռում է հենց մեր իշխանությանը, պատճառներ է ստեղծում, որ նրանք արդարանան, իսկ եթե դա չլինի, այդ այրերը մնան իրենց գլուխները բռնած, հասկանան, որ ժողովուրդը պարզապես լռությամբ նայում է իրենց, թե ինչ է լինելու։ Հակառակ դեպքում, եթե ժողովուրդը խառնվեց իր էմոցիաներով, կստեղծվի այն քաոսը, որի միջից եւ կփախչեն արտաքին թշնամիները, ներքին թշնամիները եւ իշխանությունները կկատարեն սխալներ, անպայման կկատարեն սխալներ։ Հենց այնպես կորոշեն, որ շատ են նեղանում իրենց ժողովրդից, որը խանգարում է իրենց։ Այս լարված իրադրության մեջ ես արդեն շաբաթներ առաջ էի ասում, որ երբ որ պետք է որոշեն մի խումբ մարդիկ եւ ոչ թե հասարակական քննարկման դրվի այս կամ այն հարցը, որովհետեւ ժամանակի մեջ պարզապես կողմնորոշվելու հնարավորություն չկա։ Եթե այսօր հրապարակը լցվի հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանցով, որոնք դեմ գնան իշխանություններին, դրանից միայն կշահեն մեր թշնամիները, որովհետև նոր իշխանությունների ձևավորումը մեզանից կխլի պահը, այդպես եղավ 20 թվին, եթե չլիներ հուլիսյան պատերազմը, թուրքական ճակատի պրովոկացիաները, դաշնակցական կառավարությունը կպահպաներ երկիրը, անպայման կպահպաներ, բայց մեջում կային մարդիկ, որոնք կարողացան օրդլի ածխահանքերի պրովոկացիան սարքել, ուղղակի գրգռել թուրքական կողմին անպատասխանատու գործողություններով, եւ դա բերեց դրան։ Այսօր էլ նույն իրադրությունն է, ժողովրդից սպասվում է զսպվածություն, համբերություն, ուշադրություն, եւ ավելորդ փանիկ պետք չի անել, որովհետեւ իշխանությունները ունեն փորձ, ինֆորմացիա եւ բավականին տեղյակ են, թե ինչ է կատարվում, այն ինչի մասին մենք նույնիսկ տեղյակ չենք այսօր, որովհետեւ մենք չունենք այդ հնարավորությունները, ուրեմն թողնել նրանց, որպեսզի դրանք այսօր իշխանություններից որևէ մեկին չի կարելի թողնել, որ փախչի, պետք է պահել մինչև այդ գործողությունների ավարտը, թե ուր կգնա, դա մեզ համար անհայտ է։ Ուրեմն հարգելի լուսադիտողներ, բարի գիշեր ձեզ, մինչև հաջորդ հանդիպում, հիշեցնում եմ, որ Սելինում դուք կարող եք Glenox-ի վրա լույսերը անսահմանափակ ստանալ բոլոր համարներից ցանկացած ժամանակ։ Բարի գիշեր, մինչև նոր հանդիպում։